Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանին մարտի 1-ի կապակցությամբ հրավերը ընդունելու համար, դե քանի որ գարուն է, պետք է սկսենք գարնանային կարծես թե լավ տրամադրությամբ, բայց մեր հարևան պետությունում այնպես իրադարձություններ են տեղի ունենում, որ բավականին մտահոգիչ են եւ մեզ հարևան են, զոհերը անմեղ մարդիկ են, մենք տեսանք Իրանում ինչպես զոհվեցին աղջիկների դպրոցի սաները, մի խոսքով ինչ է կատարվում Իրանում եւ որքանով կարող են Իրանում տեղ ունեցող զարգացումները իրենց ազդեցությունը ունենալ նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Վերջին ամփոփիչ իրավիճակը ներկայացնեմ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Միացյալ Նահանգների պաշտոնյաները կասկածում են, որ Իրանի վրա հարվածները կհանգեցնեն գործող կառավարության տապալման։ Այս մասին իհարկե տարբեր կարծիքներ են։ Իրանը ինքը հայտարարում է, որ չի փոխվելու ոչինչ եւ 1-2 օրվա ընթացքում հնարավոր է արդեն վերընտրվի տվյալ պաշտոնը, այո, պետք է կվերականգնվի։ Թրամփն էլ հայտարարում է, որ Իրանի կառավարման համակարգի տապալումը իրենց նպատակներից մեկն էր երկրի բալիստիկ հրթիռների եւ միջուկային ծրագրերի խաթարման հետ մեկտեղ։ Իրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Մի խոսքով, ինչ է տեղի ունենում այս իրավիճակում եւ ինչպես ասացինք, թեև գարուն է, բայց կողքի մեր հարևան երկրում ողբերգություն է եւ ինչպես պետք է դրսեւորի Հայաստանը իրեն եւ ընդհանրապես ինչերի պետք է պատրաստ լինենք։ Նախ առաջին հերթին ցանկանում եմ հասարակ եւ անմեղ ժողովրդի զոհերին մեր քաղաքական ուժի անունից եւ իմ անունից զորակցությունը եւ ցավակցությունը հայտնել։ Երկրորդ հերթին Հայաստանը այս պայդրությամբ, ինչպես որ 2020 թվականի սանձազերծված պատերազմի ժամանակ չեզոք դիրք էր ընդունել Իրանի իշխանությունները, նույնը մենք պետք է վարենք, բայց ամենակարևորը չպետք է մոռանանք, որ հարավային Կովկասում Իրան եւ Հայաստան գտնվում ենք այնպեսա նույն աշխարհագրական հարավային Կովկասի տիրույթում եւ ցանկացած փոփոխություն կարող է բերել թե մեր պետության համար ի բարենպաստ Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի, ինչպես նաեւ ոչ բարենպաստ, այսինքն այս պայդրությամբ մեզ հասած տեղեկություններով, նաեւ ամենակարևորի մասին ցանկանում եմ տեղեկացնել, որ անցած տարի քաղաքական եւ դիվանագիտական մեր գործընկերների միջոցով տեղեկացված էի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ամեն գնով հասնել նրան, որպեսզի Իրանը հրաժարվի միջուկային զենքից եւ հրաժարվի նաեւ միջուկային այն հուրանից, որը որ ցանկանում է ոչ զինատեսակի ձևով Իրանը ունենալ։ Մյուսը կամ ամենակարևորին մեզ հասած տեղեկությամբ այնպես է, այս ամեն ինչից ելնելով, եթե արքայազնը գա, այսինքն սպանված նախագահից հետո արքայազնը հաջորդի գահակալությանը, տվյալ պարագայում հարավային Կովկասում Իրանի պետությունում բավականաչափ շատ բան կփոխվի ի բարենպաստ ժողովրդավար եւ Եվրոպամետ տարածաշրջանը փոփոխությունների ենթարկելու։ Ամեն դեպքում կհետևենք իրադարձություններին, որովհետև եթե հոսք լինի Իրանից ամեն դեպքում դեպի մեր սահմանները, մենք էլ պետք է պատրաստ լինենք թե հումանիտար, թե քաղաքական մեր դիրքորոշումներով աջակից լինելու հասարակ ժողովրդին։ Չմոռանանք նաև, որ այնտեղ մենք ունենք իրանահայեր, ընդ որում չվերցներ են արդեն հետաձգվել այդ իրավիճակների հետ կապված, այնպես չէ, որ Հայաստանը այս իրավիճակում ինչ որտեղ չի տուժում։ Ընդ որում նշեմ, որ Իրանի հետ կապված 6 երկրի օդը այս պայդրությամբ փակ է, ինչպես նաև ծովի հատվածում, այն նավթային եւ մթերքը, որը որ արտահանվում էր դեպի գերտերությունների մակարդակով, տնտեսական առումով միանշանակ գերտերությունները տուժելու են։ Ընդ որում Արաքչին էլ կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ըմբռնումներով մոտենալ Իրանի գործողություններին, քանի որ Իրանը ստիպված է պաշտպանվել։ Հետաքրքիրն այն է, որ Իրանում տեղ ունեցող իրադարձությունները նաև մեր ներքաղաքական իրավիճակի, մեր ներքաղաքական ներկայացուցիչներին է ինչ որտեղ անհանգստացնում, ոմանք իրոք անհանգիստ են, ոմանք օրինակ
օրինակ ինչպես վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է նշում, այս օրերին, երբ աշխարհում տարածաշրջան ռազմական գործողություններ են իրականացվում, Հայաստանում խաղաղություն է։ Ընդդիմության բայղոշությունը միայն մի բանի մասին է, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ, որ խաղաղություն է։ Սա ինչի մասին է խոսում, ինչու է իշխող ուժը այսքան վստահ, որ այս իրավիճակները Հայաստանին չեն հասնելու։ Ուրեմն մեկ նախադասությամբ մեկ բան կցանկանամ անդրադառնալ այդ հայտարարությանը։ Խաղաղություն նախ կնքում են արժանապատիվ ձևով։ Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը 2021 թվականից, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Սյունիքում, Ջերմուկում, Գեղարքունիքի մարզում թշնամին, ինչպես որ իրենք են ասում, հակառակորդը Ադրբեջանը, օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը եւ մինչ առ այսօր նախաստորագրված պայմանագրից անցել է արդեն շուտով կլրանա 1 տարի, բայց նրանք դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Եվ ամենակարևորը, եթե խաղաղություն է, ապա բոլոր գերիները, անհետ կորածների մասունքները, որպիսի այն անհայտ կորած մարդկանց հարազատները, ազգակիցները, մերձակիցները գոնե սքալու տեղ ունենան։ Այդ հարցը լուծել են այս իշխանությունները կամ ազգային ժողովում գտնվող ընդդիմությունը։ Կոչանում գնահատել եւ արժեվորել այն խաղաղությունը, որը ունենք այսօր, եւ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը։ Խաղաղությանը տեր կանգնելու համար նախ խաղաղությանը պետք է հասնել արժանապատիվ ձևով եւ չհրաժարվել միջազգային բոլոր հայցերից, որովհետեւ ցանկացած պահի, ինչպես չմոռանամ, եթե չեմ սխալվում, փետրվարի 28-ին Ադրբեջանը կրկին ու կրկին հայտարարություն էր տարածել, որտեղ որ հակառակորդ պետությունը թշնամին պետք է վախենա մեզանից եւ հասկանա, որ մենք ցանկացած պահի կարող ենք պատերազմել իր հետ եւ հաղթանակել։ Դա տարածել էր Ալիևը եւ այդ ամեն ինչից ելնելով մենք խաղաղությունը պետք է ոչ թե միայն խաղաղություն ասելով, այլ պետք է գործելով, պետք է մեր բանակը հզորացնենք եւ մեր սահմանները ամրացնենք, խաղաղությունը կնքում են հզորանալով, ուժեղանալով, այլ ոչ թե միայն բառերով։ Ցանկացած բառից պետք է անցնել գործի եւ դառնալ հզոր պետություն, որpիսի քո հակառակորդը, քո թշնամի պետությունը քեզանից վախենա։ Իսկ դրա համար ինչ է հարկավոր, տարածաշրջանում որսից վերածվել որսորդի եւ ցույց տալ այն ամենը նանոտեխնոլոգիայի տարբեր ոլորտների հետ կապված այնպիսի հզոր պետություն դառնալ, որպիսի ոչ թե դառնալ օբյեկտ, այլ սուբյեկտ, որպիսի քո հետ հաշվի նստեն, ոչ թե նշած ձողը իջացնել միջև պալենդուզից ցածր մակարդակի ու ասել նշած ձողը իջեցնելու մասին խոսեցիք, շատ է քննարկվում Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը շաբաթ եւ կիրակի օրերը, կարծում եմ, որ հետեւել եք, տեսել եք, թե Լոռի, Տավուշ, Արտաշատ, եղել է այդ այցերը, ընդ որում Հայկ Կոնջոյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը, գրում է, որ քաղաքացիների մեջ հանգստություն եմ տեսնում, խաղաղությունը աշխատում է, եւս նորից խաղաղությունը։ Տեսեք, բոլորը խոսում են խաղաղության մասին եւ կարծես թե հանրության գիտակցության մեջ են տեղավորում, որ իրականում խաղաղություն է։ Առաջին անգամ են զգում, որ մարդիկ գոյաբանական խնդիրներից ավելի քիչ են խոսում եւ սկսել են անդրադառնալ նորմալ զարգացող երկրներին վերաբերող օրակարգից՝ թոշակներ, ապահովագրություն, ճանապարհներ։ Ինչ կասեք, այս մարզային այցերը ընդ որում քննարկման առարկա է դարձել նաև Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի այդ եւ ինչպես Չախոյանն էր ասում, վարչապետը 3 կարկանդակեր ուտում, այսօր եգիպտացորեն, վաղն էլ պաղպաղակ կարող է ուտել, որտեղ Հայաստանում խաղաղություն է։ Քանի որ թոշակների մասին խոսեցիք, եկեք հիշենք այնպես Նիկոլ Փաշինյանը ինչպես էր իր անդիմադիր падգամավոր ժամանակ խոսում, որ իշխանություններին ասում էր 100,000-ներով թոշակառուները պարտքեն, թոշակները բարձրացրեք, որպեսզի թոշակառուները կարողանան տանել պարտքերը։ Հիմա էլ է խոստացել գնաճին զուգահեռ թոշակները բարձրանալու։
պետության տնտեսության բարձր, սննդի բարձր գնաճից ելնելով, ինչպես նաև արհեստական գնաճից ելնելով, թոշակները պետք է համապատասխանի այն գնին, որպեսզի ցանկացած թոշակառու իր կյանքը ապրի արժանապատիվ։ Անցած տարվանից, ինչպես որ իրենք են նշում եւ նաև քննադատում են տարբեր ընդդիմադիր ուժերին, չնայած որ դեռ ինձ սկրինշոթ չեն արել իմ եթերներն ու քննադատությունները, որ իրենց падգամավորներին չեմ քննադատում, այլ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները արխիվից հանելով քննադատում եմ երկրի ղեկավարին, ինչպես որ քիչ առաջ նշեցի 100,000-ներով պարտքեն, այնպես է բազմաթիվ մեր քննադատություններից հետո հասանք նրան, դրանից առաջ հայտարարում էր, որ 10,000 դրամ տանք թոշակառուները ինչ անեն, ապահովագրությունները կբարձրացնեն կամ դեղորայքի գումար կանենք։ Ներողություն, այս պայծրությամբ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում թոշակառուները չեն կարողանում օգտվել բանկերից, քանի որ տարբեր մարզերում չկան բանկոմատներ։ Ուրեմն կոչս օրդորս այս իշխանությանը պահանջում եւ կոչ եմ անում, որպեսզի թոշակները ոչ թե դառնան անկանխիկ, այլ քանի դուք դեռ չեք ապահովել տարբեր մարզերում բանկոմատների, բանկերի, որպեսզի հերթեր չխցանան եւ կարողանա ցանկացած 63 տարին լրացած թոշակառու անձը կարողանա իր թոշակը արժանապատիվ ստանալ, ուրեմն թոշակը պետք է լինի այնքան ժամանակ կանխիկ գումարով, մինչև դուք կարողանաք ապահովել այդ տեխնիկական բոլոր խնդիրները։ Իսկ ինչ կասեք վարչապետի կարկանդակ եւ եգիպտացորեն ուտելու մասին, որտեվ համացանցում տարածում են այդ լուսանկարները եւ մեկնաբանությունները, երբ որ կարդում եք, հարությունը կարծես թե իրեն լավ չի զգում, որ մեր երկրի ղեկավարը այսպես Ուղղակի միայն մի բան կասեմ, երկրի ղեկավարը ըստ էթիկայի կանոններից ելնելով, կարծում եմ, որ կարկանդակ կամ եգիպտացորեն կամ պաղպաղակ ուտելու դեպքում կարող է ոչ թե լուսանկարը հանվելով կամ PR իրականացնելով, չորնի PR, սամի լուչի PR, իրենք հիմա զբաղված են չորնի PR, սամի լուչի PR-ով, ինչքան քննադատեն, այնքան իրենց ռեյտինգը կբարձրանա, դրա համար այսպես ասած փորձում են նմանատիպ ձևաչափ ընտրել հանրային ցուցադրելով թե ինչպես կարկանդակ են ուտում, հաջորդ օրը կարող են եգիպտացորեն ուտել, մյուս օրը կարող են կոնչիկ ուտել, պաղպաղակ ուտել եւ լուսանկարել տեղադրել։ Այսինքն ուզում եք ասել ինչ էլ ուտեն իրականությունից իրենք հեռացած են, թե իրականությունը Ներողություն, այսօրվա դրությամբ մեր պետության մեջ ներքին այնպիսի խնդիրներ կան, որ չմոռանամ ամենակարևորի մասին, մեկ շաբաթ առաջ, օրենսդրական փաթեթ էինք ներկայացրել քաղաքական դաշտը մաքրելու հետ կապված, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականը ամենայն հարգանքով եկավ վերցրեց փաթեթը, բայց մեզ պատասխանել են, որ հետևություն կանենք այս օրենսդրական ժողովրդավար երկրի ձևաչափով ներկայացրած մեր փաթեթին, որ ընտրությունների միջ գնալը, եկեք քաղաքական դաշտը մաքրենք, նոր գնանք ընտրությունների, բայց ցավոք սրտի ոնց հասկանում եմ, իրենք ասում են օլիգարխիկ անձիկ չեն մասնակցում ընտրություններին, բայց չմոռանանք, որ իրենց քաղաքական ուժում օլիգարխիկ մարդիկ կան։ Չսկսեմ թվարկել անձանց անուններ, իրենք շատ լավ գիտեն ովքեր են օլիգարխիկ անձիկ։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, ամփոփենք եւ անցնենք հաջորդ հարցին։ Ցանկանայի ամփոփեի մարզային այցերից մեկ դեպքի հետ կապված, եթե ես լինեի Հայաստանի Հանրապետության վարչապետը, արտաշատում այն տարեսկինը, որը որ մոտեցել էր եւ ասում էր ինձ ահաբեկում են, քննիչին ահաբեկում են, պարոն Փաշինյան, Ու եթե ես լինեի վարչապետի աթոռին պաշտոնին, ապա հրատապ կարգով կզանգահարեի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, հանձնարարական կիչեցնեի եւ պահանջատեր կլինեի, եթե 24 ժամվա ընթացքում այդ քրեական գործի դեպքի հետ կապված հարցին լուծում չտրվեր, կպահանջեի քննչական կոմիտեի նախագահի հրաժարական։ Վարչապետը չէր ուզում միջամտել եւ ասում էր գործը դատարանում է, այսինքն այստեղ նա ցույց է տալիս, որ չի միջամտում, բայց դրան զուգահեռ Իջևանում ակնհայտ միջամտեց, որպեսզի իջևանցին մանկապարտեզում տնօրենի պաշտոնի չանցնի, այլ ինչ որ լեննականից եկած մարզպետի բարեկամներից մեկը կարողանա, այսինքն միտեղ միջամտեց, միտեղ չի միջամտում։ Այստեղ վարչապետը ցույց է տալիս, որ ինքը չի միջամտում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կամ պետքա կողմնապահ լինի, կամ պետքա արդար լինի, լսելով քաղաքացու խնդիրը, բարձրաձայնելով քաղաքացին իր դեմ իրականացված անարդարությունը, եթե Հայաստանի Հանրապետության
գլխավոր պաշտոնի ղեկավարը, վարչապետը կամ նախագահան, մենք այս պայդրությամբ վարչապետական երկիր ենք, կիսանախագահական չենք, այս պայդրությամբ այնպես է, վարչապետն է երկրի ղեկավարը, թիվ 1 պատասխանատուն։ Եթե քաղաքացին գալիս ասում է իմ դեմ անարդարություն է տեղի ունեցել, քննիչին, ինչպես որ տեսանյութ այսօր առավոտյան ընկավ իմ աշկով, տարեսկինը ասում է, պարոն Փաշինյան, մինչ անգամ քննիչին են ահաբեկ է, ներողություն, տվյալ պարագայում այդ ամեն ինչից ելնելով կամ քննչական կոմիտեն չի աշխատում, կարող եմ տալ քաղաքական նման գնահատական, որպես ժողովրդավար արևմտամետ քաղաքական ուժի ղեկավար, որ անգործության են մատնված, չնայած քիչ հետո կանդրադառնանք մի կարևոր դեպքի, որ պետական որոշ կառույցներ տեղում չեն եւ ընդհանրապես կարելի ասել ոչ իշխանություն, ընդդիմություն կան թե չկան մեր երկրում, այդ թեման կարծում եմ շատ շատերին կհետաքրքրի, քիչ հետո կանդրադառնանք այդ թեմային, գանք մյուսին, Ամերիկա եւ Իրան բախումները այնպես է մեր երկրի համար կարող է լինել թե լավ, թե նաև վատ փոփոխության ենթարկվել տարածաշրջանը, այդ ամեն ինչից ելնելով պետք է հետևողական լինենք եւ բալանսավորված քաղաքականություն վարենք, այլ ոչ թե այսօր սրան ասենք ձեզ հետ համագործակցում ենք դիվանագիտական բարեկամական հարաբերության մեջ ենք, մի օր նրան ասենք միանշանակ ոչ։ Մենք պետք է վարենք բալանսավորված քաղաքականություն, որպեսզի 30 տարուց ավել այս իրավիճակից դուրս գանք եւ պետությունը կարողանանք այնպիսի ողնաշարը ուղղելով հասցնենք նրան, որ տարածաշրջանում մենք դառնանք որսից որսորդ։ Չներքաշվել պատերազմի մեջ։ Չպետք է երբեք Ամեն դեպքում կհետևենք իրադարձությունների, ներքաղաքական զարգացումների եւս նամանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի տեղեր բնակավայրը չկարողացան այս անգամ գնալ, խոստացել են, որ այցերը կշարունակվեն, մենք էլ կհետևենք, որտեղ այս այցերի հետ կապված կան երկու տարբեր կարծիքներ։ Մի դեպքում Նիկոլ Փաշինյանին հանրությունը ընդունում է գրկաբաց եւ դժգոհելու ոչինչ չունի, ամեն ինչ շատ լավ է, եւ կան դեպքեր, մենք տեսանք խանութի դեպքը նաեւ, երբ խանութի տերը թույլ չտվեց, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի, այսինքն երկու տարբեր մոտեցումներ են։ Կտեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան։ Եվ մեր հաղորդման վերջում անդրադառնանք մեկ դեպքի, ինչպես դուք ասացիք, 700,000 հայությանը 700,000 հայ ժողովրդի են հայհոյում իրենց քաղաքական հայացքի համար, հա, որի հետ կապված կցանկանամ, որպիսի հանրությունը եւ համայն հայ ժողովուրդը լսի, սոցիալական հարթակում ինչպես են հայհոյում հայ ազգին, ներողություն եմ խնդրում ձեր Եթե հայհոյանքները չեք միացնում, մեր եթերում դա բացառվում է։ Ամեն դեպքում դուք երկու խոսքով ներկայացրեք ինչի մասին է խոսքը։ Ուրեմն վերջում են հայհոյում, այդ հատվածը ուղղակի կանջատենք, ցանկանամ, որպեսզի նաև հանրությունն էլ լսի տեղեկանա ինչ դեպքի մասին է խոսքը, որովհետև այն դարձել է այնպիսի թեմա, այս վերջիկա 3-4 օրվա ընթացքում, նաև որպես արևմտամետ քաղաքական ուժի ղեկավար, նաև ինքս եմ հարձակման ենթարկվել իմ անձի նկատմամբ, ինչպես նաև մեր քաղաքական ուժի եւ դիմել եմ Երևանում Եվրախորհրդարանի գրասենյակի ներկայացուցչին խնդրելով, որպեսզի ապահովեն իմ անվտանգությունը եւ դիվանագիտական քաղաքական գնահատական տան այս ամենին, քանի որ այս իշխանություններին այս հարցի հետ կապված զանգահարել եմ ընդհուպ միջև անգամ իրենց գրասենյակ 3 օր է Նիկոլ Փաշինյան, դեռ մինչ այսօր, հա, որպես արևմտամետ քաղաքական ուժի ղեկավար զանգահարելով ձեր գրասենյակ ոչ մի արձագանք չկա։ Մյուսը ուզում եմ խոսել այն փաստից, սա ներկայացնելով, հա, կցանկանայի, որ փոքր հատված ժողովուրդը լսեր։ Задам тогда другой вопрос. Если ты говоришь, что Зоя наполовину такая, наполовину сякая, как она себя считает, это ее проблемы, это ее дело. Твой Пашинян, я его... Լավ, հասկանալի է, եկեք его поддерживающие тоже на букву «Я». Вы кто такие, я?
700,000 հայ ժողովրդին հայհոյելու համար, անկախ նրանից երկրի վարչապետը ով կլինի, թե Պողոսը կլինի, թե Պետրոսը կլինի, կարծում եմ պետական կառույցները ու նաև համապատասխան բոլոր այն կառույցները պետք է հետևողական լինեն սոցիալական հարթակներին եւ իրենք զբաղվեն, այլ ոչ թե քաղաքական ուժի ղեկավարը կամ քաղաքական գործիչները զբաղվեն այս ամենին եւ ամենակարևորը, որպես քաղաքական ուժի ղեկավար դիմելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, նրանք վերցրել են այս գործի հետ կապված միայն այն փոքր հատվածը, որտեղ որ Նիկոլ Փաշինյանին են հայհոյում, վերցրել են այդ գործի հետ կապված են այնպես ընթացք տվել, այլ ոչ թե 700,000-ին։ Նիկոլ Փաշինյանը այնպես ունի իր իշխանական ներկայացուցիչները, որպես արևմտամետ քաղաքական ուժի ղեկավար ես նրա ոչ փաստաբանն եմ, ոչ պաշտպանը, ես միայն պաշտպանում եմ 700,000 իմ հայ ժողովրդի իրավունքը եւ որևիցե մեկը առանց քաղաքական հայացքների համար իրավունք չունի 700,000 հայ ժողովրդին հայհոյելու։ Հիմա այս գործը ինչ փուլում է, այս մարդու նկատմամբ ինչ է այս մարդու նկատմամբ այնպես է գործը գտնվում է քննչականում եւ հայտնաբերել են ով է Այո հայտնաբերել են եւ 700,000 ժողովրդին հայհոյելու ազգությամբ իհարկե հայ է ոչ թե 700,000 ժողովրդին հայհոյելու համար են քրեական գործ հարուցել, այլ Նիկոլ Փաշինյանին այսինքն այստեղի թե հետևություն ուզում եմ հասկանամ այդ 700,000 հայ ժողովրդի մեջ պետական գործիչներ քննչական մարմին ոստիկանության ներկայացուցիչներ 700,000-ի մեջ չեն մտնում ձեր բարեկամները, ազգակիցները, մերձակիցները, ձեր մայրերը, ձեր կույրերը, ձեր երեխաները, ուզում եմ հասկանամ, դուք ընդհանրապես արժանապատվություն ունեք այս ամեն ինչից ելնելով ու ուզում եմ հասկանալ մի պարզ բան, որպես պետական կառույցի աշխատակիցներ, դուք ավելի շատ ազգն եք սիրում, թե ցանկացած պետական գործի, պետական գործիչները կգան ու կգնան, բայց երբ ազգ են հայոյում, ազգի հետ կապված հայոյելու դեպքում, դուք պետք է տակ քաղաքական ուժի կողմից ներկայացված պաշտոնական գրության հիման վրա, դուք պետք է տակ իրավական գնահատական ազգային խտրականության եւ քաղաքական հալածանքից ելնելով որևիցե մեկը իրավունք չունի 700,000 հայ ժողովրդին հայոյելու։ Եթե ես չեմ ընդունում Փաշինյանին, Քոչարյանին, Սերժին, Լևոն Տեր-Պետրոսյանին, ես իրավունք չունեմ նրանց ընտրազանգվածին հայոյելու։ Դա նորմալ չի քաղաքական էթիկայից ելնելով։ Դատապարտելի է եւ անընդունելի։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Պարոն Սարգսյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Հետևենք իրադարձություններին, հարկ լինելու դեպքում կհանդիպենք այս հարթակում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։